այսօր մենք ձեզ հետ հանդիպման ենք հրավիրել մի շատ ցավոտ գործի և ուժացնի և մասնակիցներ և այդ գործի հարավով մարդկանց, որում ճիշտ է անցել է 2 տարի, դրանց այդ խնդիրը դեռևս լուծված չէ, պարզ չէ ինչպես կավարտվի այդ խնդրի լուծման կապված գործընթացների դեպքում կլինի մեզ եղած ուժերի սպա Արտակ Նազարյանի գործով դատավարական կանոններին վերաբերող մեր դիտարկումները, մտահոգությունները ահազանգելը։ Մեր հյուրերն են, ուրեմն սպայի նոայրը Հասմիկ Հովհաննիսյանը, Ծովինար Նազարյանը, Արտակ Նազարյանի քույրն է, տուժողի իրավահաջորդն է և նրա ներկայացուցիչներն են, փաստաբան Մուշեղ Շուշանյանը և իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը։ Ով է սկսել ուտել։ Մարտիրոսյան Ռուբեն, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ։ Մի քանի բառով հիշեցնեմ գործի հանգամանքները։ 2010 թվականի հուլիսի 27-ին Ղոզգու մարտական հենակետում, որը գտնվում է Մեհրաբներ կոչվող Զորամասում, Զորամասի տարածքում, սպանել են Արտակ Սինարի Նազարյանին և կարճ ժամանակ անց կեղծ միանշանակ հանցավոր նախաքննության արդյունքում կատարվածը որակել են որպես ինքնասպանություն։ Շուրջ 1 տարի 1 ամիս է ինձ ընթանում է գործող դատաքննությունը։ Առաջին իսկ օրվանից տուժող կողմը մատնացույց է արել այն հանցագործությունները, որոնք կատարվել են սույն գործով նախաքննական մարմնի կողմից։ Առաջին ասենք դեպքի վայրում հայտնաբերվել է 1 պարկուճ, այնուհետև ոչնչացվել է, դրա փոխարեն դրվել է 1 այլ պարկուճ։ Երկրորդ, նախաքննությունը ապացուցված է համարել, որ Արտակ Նազարյանը հենակետ բարձրանալուց ստացել է 120 փամփուշտ և ապացուցված է համարել, որ դեպքից հետո բոլոր 120 փամփուշտները եղել են տեղում, այսինքն հենց իրենց ապացույցներով Արտակ Նազարյանը չէր կարող կրակել իր վրա և ինքնասպան լինել։ Եվս մի փաստ զենքի հետ կապված, զենքը իբր պատկանել է Արտակ Նազարյանին, նրա ձեռքին է եղել ողջ օրը, նրանով է Արտակ Նազարյանի ինքնասպանություն գործել, սակայն զենքի վրա Արտակ Նազարյանի մատնահետքերը չեն հայտնաբերվել, ինչը ընդհանրապես մատնահետքեր չեն հայտնաբերվել, ինչը պարզորեն ցույց է տալիս, որ անհայտ անձի կողմից այդ մատնահետքերը ոչնչացվել են։ Նման փաստերը շատ են, ասեմ միայն թերևս վերջին ասելով 3 փաստեր։ Նախաքննական մարմինը քննություն չի կատարել Արտակ Նազարյանի սպանությունից 6 ժամ ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Մինչդեռ հենց այդ ժամանակ էլ կատարվել են այն իրադարձությունները, որոնք հանգեցրել են Արտակ Նազարյանի սպանությանը։ Այսպես, ըստ դատաբժշկի, դեպքից 6 ժամ առաջ Արտակ Նազարյանին ծեծել և խոշտանգել են։ Ըստ դատաբժշկի, մինչև 6 ժամ առաջ, և ամենչապես առաջ, և մինչև 6 ժամ։ Ըստ դատաբժշկի, դեպքից ոչ շատ առաջ, մեկնաբանեմ ոչ շատ առաջ տերմինը, վայրկյաններ, րոպեներ առաջ Արտակ Նազարյանին ծեծել և խոշտանգել են։ Երրորդը, Արտակ Նազարյանի արյան մեջ հայտնաբերվել է խմիչք միջին աստիճանի արբածություն։ Այս 3 փաստերը 6 ժամվա ընթացքում տեղի ունեցած նախաքննական մարմնի կողմից քննության առարկա չեն դարձել։ Եթե նրան նշի, որ ըստ այդ խմածության չափի խմիչքը ընդունել է մահից ժամ-ժամուկես առաջ։
Այսինքն դատելով մարզողության փուլից է դատաբժշկի։ Դրա համար եւ քննիչը չի պարզել, թե ում հետ է խմել, ինչ է խմել, երբ է խմել։ Այս 6 ժամի մեջ գնող իրադարձություններից մեկն է, որ պարզված չի գործի անկամակը։ Եթե նախագնական մարմինը քննություն կատարել այս փաստերի շուրջ, ապա նա ստիպված կլիներ փաստել, որ կատարված սպանություն է։ Եվ ստիպված է եղել, եթե պատվեր է ստացել, հետ կներկայացնել որպես ինքնասպանություն, ստիպված է եղել այս հանցագործությունները կատարել։ Նշեմ, որ ինչ այն ամենի մասին, ինչ ես ձեզ ասեցի, եւ էլի մի շարք այլ հանցագործության փաստերի մասին, ես հայտարարություն եմ ուղարկել, հաղորդում եմ ուղարկել գլխավոր դատախազին, պատճեն նախագահին եւ ՆԻՊ-ի բոլոր իմ միջնորդությունները, որպեսզի փաստով հարուցվեն քրեական գործեր, հատուկ ընկերական ծառայությունը փոխանցել է զինվորական դատախազին, զինվորական դատախազը քրեական ծառայությանը Մարդանյան անուն ազգանունով դատավորի, որը վարում է սույն գործը, իսկ դատավորը դրան այրեն լեզվով, ժողովրդական լեզվով ասած թթու է դրել։ Մինչ օրս շատ կարևոր է իմ ասացի հետո ասել այն մասին, որ մենք կարողացանք ստիպել, որպեսզի դատարան հրավիրվի գործող քննիչ Լևոն Պետրոսյանը եւ պատասխանի այն հարցերին, որոնք մենք բարձրացրել ենք եւ շուրջ 1 տարի անընդհատ բարձրացնում ենք։ Փաստորեն Լևոն Պետրոսյանը պետք է տար այն հարցերի պատասխանը, որոնք նա պետք է ստացի։ Լևոն Պետրոսյանը պետք է տար այն հարցերի պատասխանը, որոնք նա պետք է պարզել ոչ թե մի դատարանում ցուցմունք տալով, այլ նախաքննության ընթացքում։ Ցավալին այն է, որ Արկադիժան Պետրոսյանը, եթե ձեզանից ովքեր ցանկություն ունենան, Հելսինկյան ասոցիացիան նկարանել է այդ ձայնագրությունը, հաղթակելության կարող է ձեզ տրամադրել, որևէ հարցի պատասխան քննիչ Պետրոսյանը չկարողացավ տալ։ Նա դարձավ ներկայացրեց իրեն որպես մատնահետքաբանական փորձագետ, ասելով, որ կարող էին չմնալ մատնահետքերը Նազարյանի, դարձավ ձգաբան փորձագետ, ասելով, որ այդ պարպուճը, որը իր նախորդ կոլեգա քննիչը արգրավել է եւ գրել է, գոյություն չունի բնության մեջ, ասելով, որ չնայած ապացուցված փաստ է, որ Նազարյանին ծեծել եւ խոշտանգել են, սակայն բնության մեջ գոյություն չունի այն անձը, որը նրան ծեծել եւ խոշտանգել է։ Եթե դուք որևէ բան հասկացաք իմ ասածից, շատ լավ, ես ոչինչ չհասկացա։ Կա ծեծ, կա խոշտանգում, սակայն գոյություն չունի անձ, որը դա կատարել է։ Անձ կամ անձիկ, բնականաբար անձիկ։ Ինչ տեղի ունեցավ դրանից հետո, երևի կներկայացնի Արկադիժան պարոն։ Ես մի հարց տամ, բացիկ, հետո դուք շարունակեք կարելի։ Ում է ձեռնատու, կոծկել, թաքցնել, չէ՞ որ երևի թե ոչ մի այսպես անձինք, հայտնի անձինք երևի թե կապված չեն այս գործով։ Ինչու է ում է ձեռնատու, կոծկել։ Հայտնի անձինք ուղղակիորեն կապված են սույն գործի հետ, ասեմ միայն, որ ապաստանյաններից մեկի ծնողը բողոքով գնացել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ, նրա համերկրացին է, անունը Ռաչյա, եւ բողոքել է, որ իր անմեղ զինվոր տղային կալանավորել է սույն գործով։ Հիշեցնենք, որ սույն գործով 4 անձի մեղադրանք են ներկայացրել իբր Արտակ Նազարյանին ինքնասպանություն հասցնելու համար։ 5 անձի, որոնցից 4-ը կալանքի տակ են ավելի քան 2 տարի։ Այսինքն ակող անօրինականություն։ Եվ պատասխանելով նաև ձեր հարցին, ասենք, տեղի է ունեցել համակարգային հանցագործություն։ Եվ եթե այս պահին բացահայտվի հանցագործությունը,
Առնվազն 20-30 պետական բարձրաստիճան իրավապահ համակարգի պաշտոնյաներ պետք է կրեն քրեական կամ այլ տեսակի պատասխանատվություններ։ Այս գործի մասին քաջատեղյակ է զինվորական դատախազը, այս գործի մասին քաջատեղյակ է պաշտպանության նախարարը, հնչական ծառայության պետ գեներալ Արմեն Հարությունյանը, ինչպես ասեցի Աղվան Հովսեփյանը, ռազմական ոստիկանության վարչության պետը, եւ նրանք կատարել են համատեղ հանցագործություն։ Այսօր եթե դա բացահայտվում է, ուրեմն ամբողջ համակարգի պատկերը գալիս է մեր առջև։ Ինչ պետք է անեն նման դեպքում։ Հենց այդ պատճառով է, քանի որ սույն գործը մեծ աղմուկ էր բարձրացրել, որոշում կայացրեց ամենավերևներում գործը տեղափոխել Իջևան, որպեսզի լրատվամիջոցները հնարավորություն չունենային լուսաբանել, տեսնել, լսել գործի մանրամասները։ Այն որ կատարված համակարգային հանցագործություն է եւ ունի համակարգված բնիկ, ես խոսեմ ավելի վերջում։ Հիմա վերջին երկու ամիսների դեպքերի դատաքննության մասին կասի հարգարժան շնորհակալություն Փաստաբան Մշակ Շուշանյան, ես երևի սկսեմ ձեր հարցին փորձելով պատասխանել, թե ում է դա ձեռնտու։ Ուրեմն իմ համոզմամբ դա պետության քաղաքականությունն է, բանակի մասին իրականությունը կոչելու իմաստով, այսինքն բանակի մասին կամ լավ կամ ոչինչ սկզբունքով առաջնորդելով, բանակում տեղի ունեցող սպանությունները փորձի արվում ներկայացնել որպես դժբախտ պատահարներ, ինքնասպանություններ, հակառակորդի կողմից սպանություն եւ այլն։ Այսինքն հակառակորդի կողմից սպանություն։ Այո, նման դեպքեր կան, իհարկե։ Դժբախտ պատահար։ Այսինքն դեպքը տեղի է ունենում եւ հայտարարվում է, որ հակառակորդի կողմից է հակառակորդի դիպուկահարի կողմից է սպանությունը տեղի ունեցել, կարճ ժամանակ անց, այսինքն հենց այդ պաշտոնական հենց բանը դա հետ։ Ինչպես հենց նույն դիրքերում Ալբերտ Ադիբեկյանը, եթե հիշում եք, երբ սպանվեց, հայտարարեցին, թե երկրորդ տեսին չեն գնում Բաքու այդ պատճառով, եւ կար ժամանակ անց հենց Ռուբեն Մարտիրոսյանը հանդիպել էր մեծային զինվորի դերահարության ժամանակ հանդիպել էր քննիչին, որը ասել էր, որ պարզվում է սպանություն է 7 մետրի հայրենակիցներ են սպանել, 7 մետրից է կրակված։ Այսինքն սա մի օրինակ է, որ ասում է թշնամին է սպանել, բայց հետո պարզվում է, որ մեր հայրենակիցներ են։ Շարունակելով նույն փաստի հաջորդ կետը կարելի է ասել, հաջորդ փաստը օրինակային է, որ այս տարվա ապրիլ ամսի 18-ին նույն զորամասում Արտակ Նազարյանի հենակետից մի քանի հենակետային կողմ սպանեցին Զորիկ Մերուշյանի Մարգարյանին եւ սկզբում ներկայացրեցին որպես հակառակորդի դիպուկահարի սպանություն, այնուհետև ասեցին, որ չեն կարողանում պարզել, իսկ թե ինչ եղավ դրանից հետո ես կասեմ Նազարյանի գործը մասին խոսքի ավարտից հետո ճշտել են, գուցե միտումնավոր չի եղել։ Միանշանակ միտումնավոր, որովհետև բանակում կատարված սպանությունների բացահայտումը, ես ասում եմ ձեզ որպես պրոֆեսիոնալ, որը 16 տարի զբաղվում է այդ գործում եւ եղել է վերահսկողության բաժնի պետը, պայքարել է սպանությունների եւ ծանր հանցագործությունների դեմ, բանակում սպանությունների բացահայտելը մի քանի ժամվա գործ է։ Ավելի դժվար է այդ սպանությունը կոծկելը անձնական շահադիտական նպատակներով։ Այսինքն այս պետական ողջ համակարգը բանակում կատարող հանցագործություններով զբաղվող իրավապահ մարմինները մի նպատակ ունեն իրանց առաջ, ամեն ինչ անել, այսպես ասած իրանց պատկերացմամբ բանակը չհեղինակազրկելու, չվարկաբեկելու, այսպես ասած բանակի հեղինակությունը պահելու համար։ Այդ նպատակին հասնելու համար օգտագործվում է ահռելի պետական ռեսուրս,
կատարվում են բազմաթիվ կեղծիքներ, սա ես բացի Արտակ Նազարյանի սպանության գործից զբաղվել եմ և զբաղվում եմ բանակում տեղի ունեցած սպանությունների նաև այլ գործերով, ես կարող եմ ասել, որ դա ընդհանուր պատկերն է։ Դա, այսպես ասած, քաղաքականությունը դա արդեն տենդենցիա չի, դա հստակ քաղաքականությունն է, որ տարվում է։ Այսինքն, եթե սկզբից կարող են կարծել, որ այո, տեղի ունեցել ինքնասպանություն, հետագայում պարզվում, որ ոչ, այսինքն դա քրեական գործի նախաքննությամբ պետք է պարզվի։ Բայց հենց քրեական գործի նախաքննությունը ցույց է տալիս, որ նախաքննություն վարող քննիչները բազմաթիվ կեղծիքներ են կատարում, ստիպում են վկաներին տալ կեղծ ցուցմունքներ եւ այլն, այսինքն ստեղծում են այդ կեղծ վարկածի հիմնավորելուն ուղղված կեղծ ապացույցներ։ Ինչևէ, ես արդեն անդրադառնամ վերջին 1-2 ամսում դատավարության ընթացքում տեղի ունեցած շատ կարևոր իրադարձություններին, ուրեմն ես հիշեցնեմ, որ մեղադրանքի կողմի ապացույցները հետազոտելուց հետո սկսվեց նոր ապացույցներ հետազոտելու վերաբերյալ միջնորդությունների փուլը, այդ փուլում ներկայացվեցին բազմաթիվ միջնորդություններ, որոնց մի մասը դատարանի կողմից բավարարվեց, դատարանը բավարարեց քննիչ Լևոն Պետրոսյանին դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու մեր միջնորդությունը, դատարանը բավարարեց նաև Զորամասի հրամանատարին դատարան հրավիրելու և հարցաքննելու միջնորդությունը և դատարանը միաժամանակ մերժեց շատ կարևոր երկու միջնորդություն, խոսքը մասնավորապես վերաբերում է հանգուցյալ Արտակ Նազարյանի հագուստի դատակենսաբանական, դատաքիմիական փորձաքննությունների միջնորդությանը, այսինքն քննիչի կողմից արձանագրվել է, որ Արտակ Նազարյանի հագուստի վրա առկա են առնանման հետքեր, սակայն զարմանալիորեն քննիչի կողմից փորձաքննություն չի նշանակվել պարզելու համար այդ առնանման հետքերը արդյոք արյուն են, թե ոչ, եթե արյուն են, մարդու արյուն են, թե կենդանու արյուն են, եթե մարդու արյուն են, Արտակ Նազարյանի արյունն է, թե ոչ, բացի Արտակ Նազարյանի արյան հետքերից, այլ անձի արյան հետքեր կան, թե ոչ, քննիչը պատասխանելով մեր հարցին հարցաքննության ընթացքում, թե որն է պատճառը, որ իր կողմից չի նշանակվել այդ փորձաքննությունը, ինքը ասեց, որ նպատակահարմար չի համարել, այսինքն առանց որևէ բացատրության, առանց որևէ փաստարկի, ինչ-որ բանական խոսքի ուղղակի տենց հայտարարեց, որ ինքը նպատակահարմար չի համարել։ Այսինքն այդ միջնորդության բավարարումը դա դատարանի կողմից դա միանշանակ բավարարում են ենթակա միջնորդություններ, որովհետև եթե դատարանը իրոք թեկուզ պատրանք ստեղծելու համար, որ ինքը այդտեղ արդարադատություն է կատարում, պարտավոր էր այդ միջնորդությունը բավարարել։ Դատարանը այդ միջնորդությունը մերժեց։ Հաջորդ միջնորդությունը դա կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունն էր։ Ուրեմն նախաքննության ընթացքում նշանակվել էր դատահոգեբանական, դատահոգեբուժական համալիր փորձաքննություն, դատական հոգեբան Էլդա Գրինը, ուրեմն եզրակացություն էր տվել այն մասին, որ այո Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել և Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել, որպես մեղադրյալ այսօր գործով ներգրավված այդ 5 անձանց ինչ-ինչ գործողությունների արդյունքում։ Այսինքն մի կողմ թողած դեռ այն հարցը, չնայած ես դրա մասին հիմա կասեմ, դա շատ կարևոր է, ես ասեմ, որ այդ անձանց վերագրվող գործողությունները տեղի ունեցել, վերջին գործողությունը տեղի ունեցել դեպքի նախորդ օրը, այսինքն դա գումարտակի փոխհրամանատար Հակոբ Մանուկյանի և Արտակ Նազարյանի միջև, այսպես ասած,
տեղի ունեցած միջադեպն է, բայց գործով մենք ունենք փաստեր, որ դրանից հետո ևս Արտակ Նազարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել, ուրեմն ժամեր առաջ դեպքից հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել Արտակ Նազարյանի և Վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանի միջև, որի ընթացքում Գագիկ Ուդումյանը վիրավորական արտահայտություն արտահայտել Արտակ Նազարյանի հասցեին, Արտակ Նազարյանը իրան պատասխանել է նույն կերպ և Գագիկ Ուդումյանը սպառնացել է, որ ես վաղը կգամ, քո հարցերը կլուծեմ, մենք կհանդիպենք։ Ուրեմն զարմանալի տրամաբանությամբ քննիչը չի ենթադրել, որ Արտակ Նազարյանը, եթե շարժվենք իրանց ինքնասպանության վարկածով, ինքնասպան կարող է լինել նաև Գագիկ Ուդումյանի սպառնալիքի արդյունքում։ Բայց ասենք բանը արել, որ դեպքից մի շաբաթ առաջ Արտակ Նազարյանի ու զինվորներից մեկի միջև տեղի ունեցած ինչ-որ խոսակցության հետևանքով Արտակ Նազարյանը կարող է ինքնասպան լինել։ Պարոն Մարտիրոսյանը արդեն նշեց, որ դատական բժշկի եզրակացության համաձայն Արտակ Նազարյանի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վաղեմությունը կազմում է դեպքից մինչև 6 ժամ առաջ։ Այդ ուղղությամբ որևէ քննություն քննիչի կողմից չի կատարվել։ Չի պարզվել, թե ում կողմից են Արտակ Նազարյանին պատճառվել նշված մարմնական վնասվածքները։ Եվ էլի նույն հարցը, եթե իրանց վարկածով շարժվենք, որ Արտակ Նազարյանը ինքնասպան է եղել, այսինքն ինչ գիտեք, որ Արտակ Նազարյանը ինքնասպան չի եղել մահվանից անմիջապես առաջ իր նկատմամբ գործադրված բռնության արդյունքում։ Այդ դատահոգեբանական փորձարկումություն կրկնակի նշանակելու մասին միջնորդությունը դատավորի կողմից ևս մերժվեց, որովհետև դա իրականում մեղադրանքի կողմի դատախազների համար դա շատ կարևոր ապացույց է, դրա վրա է այսինքն հիմնվում, այսինքն ինչ է կատարվել։ Քննիչը անօրինական եղանակներով նախաքննության ընթացքում զինծառայողներից, այսպես ասած վկաներից կորզել է ինչ-ինչ ապացույցներ, որոնց մեծ մասը դատարանում իհարկե ջարդվեցին, և այդ ապացույցները, այդ վկաների ցուցմունքները ամրապնդելու համար, այսպես ասած, գործարկվել է, այսպես ասած, դատական հոգեբանը չակերտների մեջ Էլդա Գրինի եզրակացությունը, ակնհայտ կեղծ եզրակացությունը, բացարձակ չի հիմնավորված և մենք ունենք փաստեր, պարոն Մարտիրոսյանը դրանք անդրադառնա, որ Տիկին Գրինը նման եզրակացությունների մի հատ բան է դրել, արտադրություն է, այսպես ասած, բացել։ Այս բանակում կատարված սպանության բոլոր գործերով ինքը նման եզրակացություններ է տալիս։ Այսինքն Տիկին Գրինին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը մենք անպայման այս դատավարության ընթացքում բարձրացնելու ենք։ Ինքը պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկի, կեղծ եզրակացություններ տալու համար։ Ուրեմն ես ասեմ, որ վերջին դատական նիստում մենք հետազոտեցինք նաև, այսպես ասած, ուրեմն վկաների հարցաքննության ընթացքում պարզվեց, որ բոլոր վկաները շաբաթներ շարունակ 10 օրից սկսած մինչև 23-25 օր տևողությամբ ապօրինաբար զրկվել են ազատությունից և պահվել են ռազմական ոստիկանությունում Բերդ քաղաքի։ Այսինքն միայն այդ փաստը բավարար է, որպեսզի այդ բոլոր վկաների նախաքննական ցուցմունքները ճանաչվեն անթույլատրելի ապացույցներ, քանի որ դրանք ձեռք են բերվել անօրինական ճանապարհով տվյալ անձանց ապօրինի ազատությունից զրկելու պայմաններում։ Ինչևէ դատախազները և դատարանը հասկացան այդ վտանգը և ինչպես փորձեցին այդ վտանգը չեզոքացնել։ Ուրեմն հարցաքննության կանչվեց Զորամասի հրամանատար Սեյրան Ղազարյանը,
ով դատարանում հայտարարեց, որ նշված անձինք Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում պահվել են իր հրամանների համաձայն, ինքը նշված զինծառայողներին ենթարկել է կարգապահական տույժերի մեկուսացման ձևով։ Այդ խոսքը ամբողջ հենակետի անձնակազմի մասին։ Ամբողջ հենակետի, այդ հենակետի անձնակազմը, պլյուս հարևան հենակետի երկու զինծառայողներ, ուրեմն իրա կողմից ենթարկվել են, այսպես ասած, կարգապահական մեկուսացման։ Ինչևէ մենք պահանջեցինք, որպեսզի դատարանը պահանջի այդ մեկուսացման բոլոր հիմքերը, զորամասի հրամանատարի հրամանները, համապատասխան մատյանները, այսինքն զորամասի այդ հրամանների գիրքը, ռազմական ոստիկանության կանոնավորներին ընդունելու գրանցամատյանը եւ այլն, եւ մենք նախորդ երկու դատական նիստերում ուսումնասիրում էինք այդ փաստարկները եւ ծառայողական քննության արդյունքները, որոնց հիման վրա նրանց տալանել են։ Եվ ծառայողական Եթե մարդուն ապօրինի ազատազրկում են, դա ճնշում չի, ամբաստանյալներից երկուսը խոսեցին նաև իրենց նկատմամբ բռնությունների մասին։ Մնացած բոլորը, ովքեր ապօրինի ազատազրկվել են, լռում են այդ մասին, թեև տվյալներ կան, որ ինչ-որ բռնություններ իրենց նկատմամբ կիրառվել են։ Ամբաստանյալներից մեկը Հարություն Կիրակոսյան դառացիորեն պատմեց դատարանում, որ երբ որ ջուր էին ուզում իրենք խմելու, այդ ջրի շշով իրենց խփում էին, շփրտում էին վրանները, ամբողջ ժամանակ կանգնած են հարցաքննել 7-9 ժամ։ Ես չեմ հավատում, որ մյուս վկաներին ավելի լավ վերաբերված են, բայց վկաներից մեկը կարծեմ հենց Արման Նացականյանն է, ասաց, եթե ձեզ ազատազրկում են, դա ճնշում չի, եթե անգամ բռնություն չեն կիրառել, բայց մարդուն 25 օր պահել են, վկաներից մեկի եղբորն են բերել ապօրինի ազատազրկել, իբրև թե պաշտպանության միջոց կիրառելու համար։ Դրանք ճնշումներ չեն։ Այսինքն իրոք պարտադիր չի, որպեսզի վկաների նկատմամբ բռնություն գործադրված լինի, որպեսզի մենք համարենք, որ նրանց ցուցմունքները անթույլատրելի ապացույցներ են։ Միայն այն փաստը, որ իրանք ապօրինի զրկվել են ազատությունից, իսկ ես նշեմ նաև, որ դա քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, դրա համար քրեական պատասխանատվություն նախատեսված, միայն դա բավարար է, որպեսզի նրանց ցուցմունքները համարվեն անթույլատրելի ապացույցներ։ Զորամասի հրամանատարը ասեց, որ իր հրամաններով են, այդ հրամանները մենք ուսումնասիրեցինք, ուրեմն ես գտնում եմ, որ այդ հրամանները կեղծ հրամաններ են, դրանք պատրաստվել են բոլորովին վերջերս, բայց ինչևէ դրա վրա էլ մենք չենք ֆիքսվում, կարևոր չի, եթե անգամ Զորամասի հրամանատարը 2010 թվականի հուլիսի վերջին այդ հրամանները արձակել, ամեն դեպքում ինքը պաշտոնեական դիրքի չարաշահում է թույլ տվել, այսինքն հանցանք է կատարել, որովհետև զինծառայողներից որևէ մեկին, ով մեկուսացման է ենթարկվել, որևէ մեկին տեղյակ չի պահվել, որ իրանք կարգապահական տույժի են ենթարկվում, որևէ մեկին որևէ իրավունք չի բացատրվել, այսինքն այդ մարդիկ իսպար պաշտպանվելու հնարավորությունից զրկված են եղել։ Իսկ ռազմական ոստիկանությունում տված բացատրությունները բոլորը Արտակ Նազարյանի մահվան կապակցությամբ են։ Ոչ մի հարցաքննություն, ոչ մի բացատրություն չի վերցվել զինծառայողներից իրենց կարգապահական խախտումների մասին։ Այսինքն ակնհայտ է, որ զինվորներին մեկուսացրել են Արտակ Նազարյանի մահվան գործով հարցաքննելու քննչական գործողություններ կատարելու համար, ոչ մի կարգապահական խախտում են այդ մարդիկ թույլ չեն տվել։ Մի հատկացած ուզեի դիմել լրագրողների գուցե հարցեր կանանց փուլի հետ կապված, որ հետո շարունակեք դուք, հա, որովհետև ինֆորմացիան շատ է լինում։ Դատական գործընթաց արդյոք օբյեկտիվ է գնահատում, հաշվի առնելով, որ նախաքննությունը արդեն միանշանակացնում է, որ կողմնակապահություն կա, դատարանից ինչ ակնկալիքներ ունեք։ Ուրեմն դատարանը նախաքննության վարկածից կարող եմ ասել, որ դատարանում ակնհայտ է, որ փուլ է եկել
չկա, այդ վարկածը արդեն հերքվել է, այս պահի դրությամբ իչքան ինքնասպանության վարկածը, այո, այսինքն դատարանը հիմա մի ճանապարհ ունի, դատարանը պետք է միջնորդությամբ հանդես գա, դատախազության առջև Արտակ Նազարյանի սպանության գործով նոր քրեական գործ հարուցելու, ինչը դատարանը բնականաբար չհանդիսանալով արդարադատություն իրականացնող մարմին, այլ խնդիր ունենալով զինվորական դատախազության հետ հաստատած մեղադրական եզրակացությունը միանտել դատարանի կնիքով հաստատել, դատարանը ամեն ինչ անելու է դրանից խուսափելու համար, այսինքն դա ակնհայտ է։ Դատարանում բազմաթիվ խախտումների, հանցանքների մասին փաստեր են բացահայտվել։ Վկաների վրա գործադրված այս գործի, այո, ուրեմն բազմաթիվ կեղծ ապացույցներ եւ այլն, այսինքն այս պահի դրությամբ արդեն բոլոր հիմքերը կանոնացնելու համար, որ նախաքննության մարմնի վարկածը ամբողջությամբ հերկված է եւ նոր գործ պետք է հարուցվի։ Մենք բազմիցս ինքնաբացարկի միջնորդություններ ենք ներկայացրել դատարանում, դա արդեն իսկ խոսում է մեր դիրքորոշման մասում, մենք ինչ կարծիքի ենք դատարանում ընթացող արդարադատության որակի ու մակարդակի մասին։ Եվ այդ ինքնաբացարկի միջնորդությունները իհարկե տարբեր պատճառներով են լինում, բայց հիմնականում միևնույն պատճառն է, որ դատավորը Սամվել Մարտանյանը, որը նաև Տավուշի առաջնային դատարանի նախագահն է, դա վարում է կողմնակալ ձևով եւ չի հետապնդում օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու նպատակ։ Եթե հետևել եք դատավարության, նկատած կլինեք, որ եւ պաշտպանական կողմը, նկատի ունեմ Ամբաստանյանները ու նրանց պաշտպանները, եւ տուժող կողմը, տուժողի իրավահաջորդն ու ներկայացուցիչները, սովորաբար համամիտ են լինում իրենց դիրքորոշումներում այս կամ այն կողմի ներկայացրած միջնորդության հետ կապված եւ սովորաբար դատախազների մեղադրող կողմի դիրքորոշումն է տարբեր լինում ու թեպետ նրանք փոքրամասնություն են մնում դատավարական մասնակիցների մեջ եւ կարծիք են հայտնում, այնուամենայնիվ դատարանը մշտապես կամ երևի 90%-ով հենվում է դատախազների կարծիքի վրա իր որոշումները կայացնելիս։ Այսպիսի դատավարական պրոցեսում ուղղակի հնարավոր չի գոհ լինել արդարադատությունից, մեր մասը։ Դատաքննությունը դատարանի վերաբերյալ մի փոքր լրացում, եթե կարելի է, դատաքննությունը կատարվում անդանում աղաղակող անօրինականություններով։ Նախագահ Մարտանյանը այսօր իր առջև ոչ թե խնդիր է դրել արդարադատություն իրականացնել, այլ կոծկել նախաքննական հանցագործությունները։ Ասեմ, որ առաջին օրվանից, երբ որ մենք ներկայացրին գործով կատարված հանցագործությունները, այս մեկ տարվա ընթացքում դրանց թիվը ոչ միայն չի պակասել, այլև ավելացել։ Վկաներից մեկը նախաքննության փուլում Արտուր Մկրտչյանը հայտնել է, որ իր դեմ բռնություն է գործադրվել եւ իրենից կեղծ ցուցմունք է կորսվել։ Վկան դատաքննության ընթացքում նույնը պատմեց Ազատության ռադիոկայանի աշխատակցին, տվեց նմանատիպ հարցազրույց։ Բայց դատարան գալով նա արդեն լրիվ համոզված է, մշակված է եւ կապտած եւ չէ կարողանում որևէ ճիշտ բան ասել։ Ասեմ, որ դատաքննություն երկու վկա է գալով դատաքննության ցուցմունք տալով հայտարարեցին, որ իրենց նախաքննական ցուցմունքները սուտ են եւ որ դրանք իրենցից կորզվել են հանցավոր ճանապարհով։ Այս բոլոր փաստերի մասին մենք ամեն տեղ ուղարկում ենք գրություններ, միջնորդություններ, քան լրություն։ Բնական է իշխանությունները արդեն լավ տեսնում են ինչա կատարվել այս գործով։ Ուղղակի փորձում են ամեն կերպ լրության մատնել այս հատա իրավական համակարգի հանցավոր էությունը բնույթը։ Մի հարցերի դատախազությունը երբ նոր էր սկսվել, կարծես դուք հայտարարում եք, որ այդ ամբաստանյալները չեն իրական պատասխանատուները, իրական մեղավորները։ Այդ իրական մեղավորները, մասնավորապես սպանության ձերբնամբ մեղավորները ազատության մեջ են։ Դատաքննությամբ հաստատվեց ձեր այդ վարկածը եւ արդյոք շարունակեք պնդել, որ
Բնությամբ դա կարող է հաստատվել միայն այն դեպքում, երբ որ վկաները տան ճիշտ ցուցմուն, այն դեպքում, երբ որ միայն մի փաստը ձեզ ասեմ, կար Արթուր Մնացականյան, երևի ձեզանից Արման Մնացականյան, որը 3 ամիս, որի հետ մենք չարչարվեցինք, որպեսզի նրանից ճիշտ ցուցմունք ստանան։ Այդպես էլ այդ զինվորը չխոսեց, նույնիսկ ծառայությունից հետո չխոսեց, ավելին նրա նկատմամբ կիրառեցին պաշտպանական միջոց, միայն այն նպատակով, որ թույլ չտային զինվորը գար դատարան։ Պատկերացրեք, մեզ ուղարկեցին կեղծ գրություն ոստիկանության կողմից, որ Արթուր Մկասյանը բացակայում է, Արման Մնացականյանը բացակայում է Հայաստանից։ Մենք հարցում կատարեցինք, պարոն Շուշանյանը հարցում կատարեց համապատասխան մարմիններին և պարզեցինք, որ այդ ողջ ընթացքում Արման Մնացականյանը գտնվել է Հայաստանում և ընդամենը իրեն թույլ չեն տվել գալ դատարան և ցուցմունք տալ։ Իսկ երբ ի վերջո նա եկավ դատարան, նրա վերջի խոսքը եղավ հետևյալը՝ Արտակ Նազարյանի սպանության գործը։ Այսինքն այս զինվորի ցուցմունքները քիչ են, բայց շատ խոսուն են, շատ խոսուն։ Ձեր հարցեր բաշխացնելու համոզված մնալ, որ այդ 5 հոգին, որոնք հիմա ձերբակալված են անազատության մեջ են, նրանք անմեղ են այսպես։ Իրինա ջան, հարցը մի փոքր նրբություն կա, ձևակերպում փոխան։ Խնդիրը այն է, որ այս 5 հոգին մեղադրվում են ինքնասպանության հասցնելու համար։ Իսկ քանի որ ինքնասպանություն տեղի չի ունեցել, նրանք չեն կարող մեղավոր լինել առաջադրված մեղադրանքներում։ Եթե նրանցից որևէ մեկը կամ նույնիսկ 5 հոգի մեղավոր են սպանության համար, ուրեմն, ինչպես ասաց պարոն Շուշանյան, գործը պետք է նոր քրեական գործ պետք է հարուցվի սպանության հատկանիշներով և նոր քննություն կատարվի ու պարզվեն մեղավորները։ Մենք համոզված ենք, որ շարքայինները համենայն դեպս ընդհանրապես որևէ կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Մնացածի հետ կապված պետք է նոր գործ հարուցվի, որպեսզի մենք տեսնենք, բայց այս մեղադրանքով այս մեղադրյալները լրիվ անտեղի տեղն են նստած։ Ուշադրություն դարձրեք, որ գործով բոլոր փորձագիտական եզրակացությունները հակասում են նախաքննության ճակերտավոր ձեռքբերված տվյալներին։ Եվ այդ պատճառով քննիչները ընդհանրապես այդ եզրակացություններին չեն անդրադարձել։ Նրանցից միայն մեկը ամենաաղաղակող այն է, որ զինվորների վրա եղել է մետաղացման հետքեր, կրակոցի, որը կրակոցի լրացուցիչ արգասիկ է։ Եվ ուրեմն այդ մասով ընդհանրապես քննություն չի կատարել, Պետրոսյան ազգանունով քննիչից դատարանում ասում է, որ այդ արգասիկները կարող էին մնալ 20-30 օր առաջ հավանական հրաձգարանում կրակոցներ, պարապուկների ժամանակ կրակոցների արձակոցներ, աղաղակող անօրինականություն, կամ զերքը 20 օր առաջ, 10 օր առաջ սրբելից։ Միշտեր այդ հետքերը մնում են մաքսիմում մեկ օր։ Այսինքն այդ հետքերը ցույց են տալիս, որ դեպքի պահին շուրջ 7 զինվոր եղել են դեպքի վայրում, տեսել են սպանությունը։ Ես նրանց ասել են լրրեք։ Թե դատականությունը լուսաբանելիս, թե ամբաստանյալների, իմ բաները գրեթե ամբաստանյալների պաշտպաններն են ասում, և սա աննախադեպ է, որ պաշտպանական կողմի և դուք միասին եք գործում բացառությամբ մեղադրանքի կողմի դատախազների, որտեղ ճեղքված կա առաջացել ձեր ու մեղադրողների միջև կոնկրետ։ Բայց միշտ մոռանում եմ այս հարցը տալ, փամփուշտները տեղում էին, արտակի մատնահետքեր գոյություն չունեին։ Արդյոք միջնորդություն արվել է, ամեն դեպս ես չեմ հիշում, որ ձեր կողմից միջնորդություն արվել է այն զենքի վարկածով քննություն տարվելու և այդ օրը հերթապա բոլոր զինվորների զենքերի հետ կապված, ստուգել բոլոր զենքերը։ Այդ պահը մոռացվում Ոման քննիչ Մարգարետ։ Որտեղ մենք գործ ունենք այլ զենքերի օգտագործման վարկածի հետ։ Ոման քննիչ Մարգարետ, որը մասնակցել է Նազարյանի գործով նախաքննությանը, իրեն վերագրելով ձգաբանի մասնագիտություն, նույն օր դեպքի վայրում ստուգել է բոլոր զենքերը և պարզել է, որ բոլոր զենքերը տեղում են, բոլոր փամփուշտները տեղում են, ոչ մի զենքից կրակված չէ։ Այսինքն իրենք ապացուցում են, որ ոչ
թե հենակետի որևէ զինք ծառայող է սպանել Նազարյանին, այլ դրսից եկած ինչ-որ մի անձ կամ անձիկ ամենայն հավանականությամբ սպա։ Ասեմ, որ մենք ունենք այլ տեղեկություններ նաև մարդասպանների վերաբերյալ, սակայն այս պահին, քանի որ դեռ ճշտված չեն, հստակեցված չեն, մենք չենք ասում։ Բայց որ կատարվածը սպանություն է։ Դեպքի վարչացը գնա է դեպքում հիմնավորվում հեղափոխային փոխը, վարչացողություն գալը, որտեղ հենակետին ասում է։ Բայց մենք հիշենք ասեցինք ձեր, չէ՞ որ Նազարյանի անմիջական հրամանատարը Ուդումյան Գագիկը ասել է կգամ ու հարցել է կլուծել։ Ասեմ ձեզ, փաստորեն, եթե մենք օբյեկտիվ լինենք, նախաքննական մարմին Արտակ Նազարյանի ինքնասպանությունը ապացուցել է միմիջ Էլդագրինի տված ակնհայտ կերտ հանցավոր եզրակացության հիման վրա։ Եվ որպեսզի ձեզ պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը ասել, հենց հիմա նախաքննության փուլում են գտնվում, դատաքննության փուլում է գտնվում Թորգոմ Սալոխանյանի սպանությունը, որը կատարվել է անցյալ տարի, որը ներկայացվել է որպես ինքնասպանություն եւ որը հաստատվել է Էլդագրինի կնիկով։ Նախաքննական փուլում է գտնվում Տիգրան Համբարձումյանի սպանությունը, դուք երևի այդ մասին տեղյակ եք, որը կատարվել է 2011 թվականի հունիսին եւ ինքնասպանություն կեղծ վարկածը ապացուցում է Էլդագրինի կեղծ եզրակացությամբ 2010 թվական Վալերի Ազատի Մուրադյանի սպանությունը ներկայացվել է ինքնասպանություն եւ հաստատվել Էլդագրինի կեղծ եզրակացությամբ։ Եթե դու հետաքրքրվեք, ես դատարանում արդեն հայտարարեցի 1-0 ավելացնեմ, ես 4 գործի մասին իմ ասեցի։ Առնվազն 40 գործ կարող եմ ձեզ ասել, որ Էլդագրինը տվել է եզրակացություն եւ բոլոր այդ եզրակացությունները ջրի երկու պատինին պես նման են իրար վրա, իրար եւ միանշանակ հաստատվում են նախաքննական մարմնի հետևությունները։ Չկա մի եզրակացություն, երբ Էլդագրինը ասի գիտեք, կասկածելի է, որ նա ինքնասպանություն գործել կամ նա չէր կարող ինքնասպանություն գործել եւ որպեսզի ձեզ հասկանալի դառնա Արտակ Նազարյանի գործով նրա եզրականությունը ուղղակի աղաղակող անօրինականություն է, որովհետև նա չգիտի, թե ինչ է եղել Նազարյանի հետ վերջին 6 ժամում, ինչպես կարող է նա որոշել նրա հոգեվիճակը։ Անձնական շահադիտական նպատակներով։ Ես հարգելի Շուշանյանը ասեց, որ դատարանը կոծկում է կամ իշխանությունները կոծկում են, չեն ուզում ցույց տալ բարտակի իրական վիճակը, սակայն չասեց, որ նրանք ունեցել են, այսինքն նախաքննական մարմինը ունեցել է անձնական շահադիտական նպատակներ։ Անձնական շահադիտական միջոցներով։ Եթե թույլ տվեք, ես մի ամփոփում անեմ, ձեզ համար հստակ կլինի, հա, կոնկրետ Զուգահար Նացականյանի եւ այլ դեպքերով, որ նայում են, թե քանի պետական գերատեսչությունը խառնված կեղծիքի կազմակերպմանը հենց մենակ այս գործով։ Ուղղակի շշմելու է խայտարակ վիճակ է բացահայտվում, թե ինչպիսի համակարգային արատավորված վիճակում է մեր երկիրը ապրում։ Ուրեմն այդ կեղծիքներին վկայակցնելու, հա, մասնակցել է տեղական պոլիկլինիկան, մասնակցել է տեղական ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը, քննչական ծառայությունը, զինվորական դատախազությունը, դատարանը, գյուղավետարանը, փորձագետները, ով ասես, այո, փոստատոները, այսինքն 8-9 գերատեսչություն ներգրավում են մի կեղծիք կատարելու մեջ եւ բավական է մի հարցում ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերին, որ պարզվի, որ այս բոլորը կեղծիք են կատարել, երիտասարդը չի լքել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Ես ասեմ ավելի նույնիսկ կարող եք Բաղրամյան 26-ն էլ այստեղ իր դերակատարությունը որոշակի ունի։ Մասնավորապես մայրս վերջերս հանդիպում էր ունեցել, ինքը կներկայացնի Հովսեփյանի հետ, երբ գործը տեղափոխեցին
Իջևան, Երևանից հունվար ամսին մենք բողոքեցինք նախագահականում եւ նրան ընդունել էր Հովսեփյանը ու խոստացել էր 2 օրից պատասխանել, այդպես էլ չէր պատասխանել։ 7-8 ամիս հետո հրավիրել էր հանդիպման, պարզվել էր ասելու ոչինչ չունի եւ ինչ էր ասել։ Ուղղակի ես համարում եմ, որ դա ինձ իր մոտ կանչել բնեփեր, մենք բողոք ունեինք, ես չգիտեմ ում կողմից էր այդ բնեփը, երևի Հովսեփյանը ուզում էր ինձ հանդիպել ցույց տալու համար, որ հունվարի 26-ին, երբ որ ինձանից 2 օր էր խնդրել, պիտի 2 օրվա մեջ ես ձեզ կպատասխանեմ, այդ 2 օրը արդեն դարձավ 8 ամիս կանչել էր, որպեսզի ասել իբր պատասխան, երբ ես մտա, իհարկե ուշացումով ընդունեց, ասաց, որ լսում եմ ձեզ, ես էլ ասացի, ես եմ ձեզ լսում, որտեղ ես արդեն չէի բերում իր մոտ ինչ-որ բան իմանալու, ինքն էր հրավիրել։ Զարմացավ, բազես դուք եք եկել, ասեք ինչ եք ուզում, ես էլ ասացի, դուք եք հրավիրել, ես ուզում եմ լսել, թե դուք ինչ պատասխան ունեք, պարզաբանեց ինչ է, ասացի, որ Այդան է ասել, որ դուք հրավիրում եք, զանգեց Տիկին Այդային, իրար մեջ խոսեցին, և խոսքով չգիտեմ ինչ պարզաբանեցին, ասեցին ես ընդհանրեն ձեզանից այն ժամանակ էի պատասխան ուզում, որ դատը Երևանից չտանեն, և որ դատավորը Մարգարյանը չլինի, ինքը ամեն ինչ անում է այս գործը, նախաքննական մարմնի սարքած գործը, քննիչների ինքնատեղադրությունը, իր իսկ տնիկով հաստատելու։ Այսօր դատարանը կատարում է ամենալավագույն դեպքում նոտարի գործարում։ Սա դատարան չէ, սա աբսուրդի թատրոն է։ Ուղղակի հավաքում են այդտեղ ցույց տալու համար, որ գործ են անում։ Ու ինչ ասեց մամին։ Ասում։ Ուրեմն այդ ամենը երբ Հովսեփյանին ես ասել էի այն ժամանակ, ինքը ասեց Տիկին Հասմիկ, եթե Մարգարյանը փոխեն ուրիշ դատավոր նույնը անի, դուք նույնը չեք ասելու, ասեցի նույնն եմ ասելու, որտեղ գործը դեպի կեղծիք է տարվում։ Ես Հովսեփյանին դուրս գալ պայքին, ասեց Տիկին Հասմիկ, այդ 2 օրը ես խոսել եմ Մկրտումյանի հետ, Վճռաբեկի նախագահի, նա ասել է, դատը միմիայն Իջևանում, Երևանում դատերը վերացվում են շոուի, ասեց իհարկե դատը միայն Իջևանում, որտեղ Իջևանում ավելի հեշտ է խոսքելը, որտեղ Իջևան չեն գալիս բազմաթիվ ժուրնալիստներ, հասարակության լայն մասսաները մատնացնելու հնարավորություն չունի, Երևանում դատը Շենգավիթ շրջանի դատարանում մեր տեղի ունենում, դատարանը մեծ էր, ժուրնալիստները շատ էին, ժողովուրդը շատ էր, ու լայն մասսայականություն էր վայրում, իսկ Իջևանի դատարանը այնքան կերտ տարածքում է, փոքր է, գալիս են ամենը տեղի ժուրնալիստներից 2 օրքի և ես մի հայտարարություն անեմ, երևի նոր հարցեմ, քանի որ ես Հեսիքյան ասոցիացիային և ես նախագործագետը զբաղվում եմ, այսպես ասած բոլոր աղմկող սպանությունների գործերով բանակում կատարված։ Այսինքն այն գործերով, որոնցով մեզ դիմում են սպանվածի ծնողները, Օհանջանյան Տիգրան, Արտակ Նազարյան, Թորգոմ Սարուխանյան, Տիգրան Բենիկի Համբարձումյան, Արթուր Ղազարյան, դեռ 2000 թվին կատարված Արման Հակոբյան, Զորիկ Մերուժանի Մարգարյան, Վալերի Մուրադյան, դրանցից մի մասին դուք ծանոթ եք, ես կարող եմ իմաստ, Տիկին Անայտի, Արայիկ Ավետիսյան, սպանության գործը, ես կարող եմ անել, մի անշանակ հետևություն ընդհանրացնելով այս բոլորը, 3 մարմիններ, բնաքննչական ծառայությունը, բնարազմական ոստիկանությունը և զինդատախազությունը, դա հանցավոր մարմիններ է, որոնք չնայած կոչված են բանակում կարգ ու կանոն հաստատելու համար, սակայն այսօր վերենացվել բանակի թիվ 1 թշնամիների, առաջին,
Երկրորդ, չնայած քննչական ծառայությունը պաշտպանության նախարարության եւ ռազմական ոստիկանությունը դե յուրը հաստատքով ենթարկվում են Սեյրան Օհանյանին, սակայն իրականում այս երկու կառույցներն են Սեյրան Օհանյանի հետ մեկտեղ ենթարկվում են զինվորական դատախազությանը։ Սա այն կառույցն է, որը բոլոր լամանները տալիս է հանցագործություն կատարելու, բարձ երևում է դա մեր գործերից, եւ որը ոչ մի պատասխանատվություն չի կրում այդ գործերի երկի համար։ Նշեմ, որ 4 գործով Օհանջանյան Տիգրան, Նազարյան Արտակ եւ եւս Վալերի Մուրադյան եւս մեկ այլ գործով անօրինականություններ, աղաղակող անօրինականությունները թույլ տվեք դատախազության աշխատող Հարություն Հարությունյանը։ Բոլոր այս ծնողները տարիներ շարունակ գրում են, փաստեր են ներկայացնում այդ աշխատակցի դեմ, բայց նախորդ ամիս նրան պարգևատրել են շքանշանով։ Ինչ է սա նշանակում, չկարծեք, որ նրան շատ է սիրում, ընդհանրապես ոնց որ ասում են տուժի փոխհատուցում, բարոյական վնասի փոխհատուցում, որ Հարություն Հարությունյանը դարձել է զոհը համակարգի, մի յուրօրինակ զոհ, որ Հարություն Հարությունյանը Նազարյանի գործով այս հանցավոր նախաքննության հսկողն է եւ հիմա եկել է դատարան շարունակում է այս գործը։ Ես ուզում եի ասել, որ իրավիճակը այնպիսին է, այլից տաղն անենք, որ դատապարտվեց Տավուշի մաստեղափոխվելով եւ մոտավորապես տեսնում եք, երբ հավաքվելու դատական այդ դատականությունը եւ դրանից հետո երբ Երևանը տեղափոխվի եւ վերականգնի ժողովրդի անվայրը բերեք, իսկ հապն այն։ Այդտեղ գուցե ձեր մարտավարությունը սկսվի։ Որովհետեւ այս դատավարության սկզբից ինչի ոմա դուք ասում եք այն ինչ ունեք, հա, որևէ նորություն չկա բացառությամբ այն միջնորդությունը, որ գրի հետ կապված կարելի։ Դա հետաքրքիր է, ինչ հետաքրքիր է։ Այդ ուժում ասեմ, ձեր մարտավարությունը փոխվի, երևի փոխվի արդյոք տեղափոխվի եւ մոտավորապես ստապ եթե նայենք տեսնում եմ, որ դատականությունը ունդեղ տապալված է։ Այդտեղ երևի նորից վերաքննություն փոխվի կամ ոնց է դա։ Ինչքան չեմ հասկանում, ինչ ասել է դատականությունը տապալված է, այսինքն այն իմաստով, որ դուք հիմա ասեցիք, մինչև հիմա դուք խոսում եք տապալման մասին, բոլորի դատականություններում ինքնասպանության վարկածն է տապալված։ Հիմա ես հասկանում եմ, որ նույն Մարտանյանը, որը նստած է, պեչատել է նախաքննական, ես ասում եմ, եկեք ստապ նայենք վիճակում։ Մոտավորապես հիմա հեռանկարը այսպիսին է, երբ կավարտվի գոնե, որ հասկանան երբ կա Երևան եւ փոխվի։ Նկատի որ ոչ թե գործը վերադարձվի նոր քննության, այլ գնա վերաքննի։ Հասկացա։ Նախ ասեմ, որ դատավոր Մարտանյանը Երևանից գործը կրկին տեղափոխելով Տավուշի մարզ, այս անգամ Իջևան քաղաք, ինքը աղաղակող ապօրինություն գործեց, որովհետև քրեական դատավարության օրենսգիրքը այդ հարցը հստակ է կարգավորում եւ ինքը ուղղակի պարտավոր էր այդ համապատասխան նորմի հիման վրա արտագնանիստերը անցկացնել Երևանում։ Ինչևէ տեսան, որ Երևանի հանրության ուշադրությունը լավ սևեռված է այդ գործի վրա, լավ լուսաբանվում է եւ այլն, վախեցան դրանից, ինչպես պարզվեց Հասմիկի եւ Երասովության ծառայության պետի հանդիպումից Մկրտումյանը ձեռը խփել է սեղանին Իջևան ու տարավ նորից Իջևան։ Հիմա այդ հարցը մենք ինչքան բարձրացնում ենք կրկին, որ գործը նորից վերվի Երևան, ինքը մեզ հասկացնում, ակնարկում է, որ իզուր է, այդ միջնորդություն մի արեք, մեկը մերժվելու է Իջևանում այլել, թե ինչքան կտևի Ռուզաննա ջան, դա դժվար է ասել, համենայն դեպս մի քանի ամիս աչքի տակ ունենան, այդ տևողությունը կախված է նաև մեր միջնորդությունների մեր պայքարից լուծումից, այսինքն եթե միջնորդությունները բավարարվեն, բնականաբար դատականությունը երկարելի է։ Եթե մենք զիջենք մեր դիրքերը, մեկ քայլ հետ նահանջենք, բանն էլ կարող է ավարտվել։ Ու մի բան էլ ես ասած։ Կասում եմ, որ ձեր ասած կարևորագույն ամենայն դեպս վկաները հասայք,
չէ, այդ բացատրեմ, իմ կարծիքով ինչով է պայմանավորված այդ միջնորդությունների մի մասի բավարարում։ Մասնավորապես քննիչ Լևոն Տեր-Պետրոսյանի դատարան կանչելը։ Լևոն Պետրոսյանի դատարան բերելը կամ Զորամասի հրամանատարի բերելը։ Իմ կարծիքով դատարանը և զինվորական դատախազները, ովքեր պաշտպանում են մեղադրանք այս գործով, դրանով նպատակ ունեին այն կեղծիքները, այն խախտումները, որ դատական քննության ընթացքում բացահայտվեցին, այդ մարդկանց ցուցմունքներով այդ կիսատ պրատը լրացնել, ինչ-որ բանի սվաղել և այլ։ Ոտքեր նախագծական հանցագործությունը։ Մի հատ վերջացնեմ, հա։ Լևոն Պետրոսյանի հարցաքննությունը ցույց տվեց, որ իրանք ոչ միայն չհասան իրանց նպատակին, այլ ուղիղ հակառակը ավելի խորացավ այդ հակասությունների, այդ խախտումների, բաների այդ ճեղքվածքը։ Այո, հա։ Նույնը Զորամասի հրամանատարի հարցաքննությունը, որը շարունակվելու է վաղը, ու որը կարծում եմ շատ հետաքրքիր է լինելու, այս փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, ես որպեսզի Փորձաքննությունները ուղղակի փոքր լրացում անեմ, նաև նպատակային էր, որպեսզի մեր միջնորդած փորձաքննությունները, իրենց չարած փորձաքննությունները կամ թերի արած կամ կեղծած փորձաքննությունները փոխարինեն ինչ-որ քննիչի կամ ինչ-որ Զորամասի հրամանատարի կարծիքներով ու մեկնաբանություններով, այսինքն փաստաթղթերի և հստակ լաբորատոր հետազոտությունների փոխարեն ինչ-որ անձանց սուբյեկտիվ մեկնաբանություններ մեզ բերեցին դրանց։ Ես հայտարարեցի, որ սա համակարգային հանցագործություն է, կուզենայի մի փաստ ներկայացնել, իմ կարծիքով ձեզ կհետաքրքրի։ Ուղղակի ներողություն կխնդրեք, հարցնակալի դատին պիտի գնանք, էլի։ Հա, ընդամենը 3 րոպե։ Ասեմ ձեզ։ Ուրեմն, անցյալ տարի սպանված Թորքոմ Սարուխանյանի գործով ոստիկանություն են տանել և կանանել են ոչ թե 12 հոգու, ինչպես Նազարյանի գործով, այլ 24 հոգու։ Հիմա վկաներից մեկը Սևակ Ավանեսյանը դատարանում ասեց, տարել են, 10 օր պահել են, ծեծել են, խոշտանգել են, 8-ից 10 հոգով հարցաքննել են, ստիպել են կեղծուցմունք տալ։ Եթե ես մանրացնեմ, մի 5-6 հանցագործություն կա սրա տակ թաքնված։ Դիմել են գլխավոր դատախազին, նախագահին, պտտվել է, եկել է քննչական, հատուկ քննչական ծառայություն, կառուցել է, պտտել է, տարել է ռազմավանը, զինվորական դատախազություն, նա ուղարկել է քննչական ծառայություն, այն ուղարկել է թիվ 1 քննչական կայազորի ծառայություն, այսինքն այն մարմնին, որը ծեծել է զինվորներին, կատարել է այս հանցագործությունը։ Այս մարդիկ նայել են, կամ իրենց պետք է իրենց հանդեպ պետք է քրեական գործ հարցեն, կամ պետք է մերժեն։ Նրանք փաստաթղթին ուղարկել են, մերժել են հարցումը, որովհետև փաստերը չեն ապացուցվել։ Ոնց չեն ապացուցվել, այդ մարդը բերան ասել է։ Եվ գոնե մի փաստը, որ բոլոր 24 հոգում 10 օր պահել են հասնականություն, սա հանցագործություն։ Ոսկե, միայն ցուցմունքը իրանի է։ Այո, ես սպառնալիք է, ներողություն, երդա գրին է գտա, որ սպառնալիք ինչի է։ Ավելի ես ձեզ մի դետալ ցուցմունք, այդ մասին ցուցմունք, որ սպառնալիք Ուդումյանը սպառնացել է եղբորս, քննիչները ստացել են ընդ որում 2 հոգուց, Վահագն Հայրապետյանից և Հակոբ Մանուկյանից, ստացել են օգոստոսի 4-ին։ Մեղադրանքները առաջադրել են օգոստոսի 6-ին, այսինքն հոգում, և մտքներով անգամ չի անցել, մինչև մեղադրանք առաջադրելը գոնե մի անգամ հարցաքննել Ուդումյանին, գոնե որպես վկա։ Ուդումյանը հարցաքննել է դրանից մի 15-20 օր հետո, այն բայց հետո, երբ նա ներկայացրել է իր եղբորս դաշտային պայուսնակը, որ գտել է Պահազինյանը։ Քանբար, այսինքն այս փաստի արդիվ, այս ցուցմունքի արդիվ, նրանք հարցաքննել են, կապը չհարցաքննել, եթե նա դաշտային պայուսնակը չվերը ներկայացնել։ Ուդումյանի վերաբերյալ մի շատ կարևոր հուշող փաստեր կա։ Պատկերացրեք, լսելով արդյոք Նազարյանի սպանությունից րոպեներ անց կամ տասնյակ րոպեներ անց, Ուդումյանը զանգում է այդ կապիտան Հակոբ Մանուկյանին, որը այդ բային գտնվում է ըստ ցուցմունքների դիակի կողմի, և ասում է, ջրպանից հանի բլոկնոտը,
Այսինքն նա ոչ թե մտահոգված էր Նազարյանի սպանությամբ, այլ ինչ հետքեր թաքցնելով, եթե այդ պահին նա հետաքրքրված է Նազարյանի գրպանում պահվող լոգնոտում, որտեղ Նազարյանը ամեն օր նշումներ էր կատարում կատարվածի մասին, ուրեմն պարզա, որ նա ակնհայտորեն էր։ Ես նվացտան ու երևի ես դուք այս գործն եք շարունակելու, նմանատիպ շատ գործեր, արդյոք չեք տեսնում, այսպես ասեմ, ինչ-որ կշտկի մեզ երկրում նման Հանրություն ասեմ, հանրային Ինչ է պետք ձեզ օգնության համար, այսպես ասեմ, եթե դուք շարունակում եք պայքարը, եթե դուք միայն այս գործով չեք պայքարում, այլ նաև դուք այսօր սկզբում ձեր ելույթի ասացիք, որ բազմաթիվ նման գործերով եք դուք զբաղվում, ես մերոն եղեք, մեկ բաց չէ։ Այսինքն դուք մետաղուտ եք այդ խնդրին։ Ինչ է պետք, որպեսզի վաղը եւ այդ մեկ այլ տղայի չսպանել, չկոծկել։ Ինչ կարող է, ինչ Անցավոր ռեժիմից պետք է հեռանա։ Չէ, դա Ես չէի ցանկանա քաղաքականացնել, ասեմ ձեզ։ Ես չեմ ուզում քաղաքական։ Ես չեմ Քաղաքականը չեմ Դա ուզում։ զուտ իրավական գնահատական։ Իրավական ասեմ։ Տեսեք,